Միացյալ Նահանգների, Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թրիփի խնդրով Եմեն բանակցությունների մեջ է։ Ընդլայնման քաղաքականության բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայ լրագրողներին է ասել. 42 կիլոմետրից դուրս իրենց աչքի առջև ավելի լայն պատկեր է։ Նույնն ասաց նաև Միրզոյանի ու Կալասի հետ համատեղ ասուլիսում։ Թրիփը կապակցվածության մի մասն է, միայն պետք է կապենք արևմուտքի և արևելքի հետ, քննարկում ենք հատուկ քառակողմ խմբի հարցը, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա։ Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները, շարունակում ենք։ Հայաստան-Եմեն նոր ռազմավարությունը ստորագրելուց հետո Արարատ Միրզոյանը ևս խոսել է թրիփի մասին, ընդգծել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման նոր հնարավորություններ են բացվում։ Քննարկել ենք նաև ակտիվ աշխատանքը թրիփ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնություններն աննախադեպ հնարավորություններ են ստեղծել։ Լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը։ Բաքուն ևս ցանկանում է Բրյուսելին տեսնել այսպես ասած Զանգեզուրի միջանցքի մաս։ Սա Ադրբեջանի նախագահի օգնականն էր ասել նախքան Միրզոյան-ԵՄ քննարկումներն ու Մարտակոսի հայտարարությունները։ Այդ միջանցքի ամբողջ իմաստը այն է, ճանապարհի, այս միջանցք չասել, որ դա այսպես կոչված միջին միջանցքի մասն է։ Միջին միջանցքի իմաստը հենց այն է, որ կենտրոնական Ասիան կապի արևմուտքի հետ, Եվրամիության հետ, շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Բնականաբար հիմնական շահառուներից մեկը Եվրամիությունն է, եւ հասկանալի է Եվրամիության հետաքրքրվածությունը, եւ կարծում եմ Հայաստանի իշխանությունները նույնպես պիտի հրավիրեն Եվրամիությանը ցույց տալու համար, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածք է եւ դա որևէ խոչընդոտ չի լինելու այդ ճանապարհի արդյունավետ անխափան գործունեության համար։ Որքան էլ Վաշինգտոնը փորձի Եմեն ջանքեր գործադրի, Ռուսաստանի եւ Իրանի գործոնն այս հատվածում անտեսել հնարավոր չէ։ Քանի դեռ այս երկրների հետ բաց հարցեր կան, թրիփը ոչ թե համագործակցության ուղի, այլ լարվածության օջախ է լինելու։ Բնականաբար եւ Ռուսաստանն է դեմ լինելու դրան, ոչ թե դեմ է լինելու որ այդ ճանապարհը բացվի, դեմ է լինելու որ դա լինի իր վերահսկողությունից դուրս։ Եվ Իրանն է դեմ լինելու, որ դա լինի արևմտյան վերահսկողության ներքո։ Եվ քանի դեռ այդ խնդիրը հաղթահարված չի վերջնականապես, հանգուցալուծումը չկա, այդ Թրամփի ուղի կոչվածը, այդ Զանգեզուրի ուղի կոչվածը միջին միջանցքը մնալու է թղթի վրա։ Դրա համար էլ հիմա ինտենսիվ ընդհանրապես խոսակցություններ են, բանակցություններ են, բայց գետնի վրա առայժմ ոչինչ չի արվում։ Ինչու, որովհետև Ռուսաստանի եւ Իրանի համաձայնությունը եւ ներգրավվածությունը չկա։ Իսկ նրանք, հատկապես Ռուսաստանը, բավարար լծակներ ունեն ազդելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա, առավելապես Հայաստանի վրա։ Հիկմեթ Հաջիևը այսպես կոչված միջանցքը ներկայացրել էր որպես Ադրբեջանի խաղաղության հաղթանակի ռազմավարություն։ Ինչու է Բաքուն խաղաղության քողի տակ շարունակում ապակառուցողական բառապաշարը եւ ընդլայնում պահանջների շղթան։ Երևանը համառորեն պնդում է, միջանցքի մասին որևէ համաձայնություն չեն տվել։ Եվ Հայաստանի իշխանությունները երկրի ներսում բան ունեն ասելու եւ Ադրբեջանի իշխանությունները ունեն ներքին լսարան։ Ինչեւ է կարգավորումներ կլինեն, կտեսնենք Հայաստանը դրանից ի վերջո Հայաստանի դիրքերը ավելի ուժեղանում են, այդ ճանապարհը բացվելուց թե թուլանում են։ Եթե դա լինի Հայաստանի ինքնիշխանության հսկողության տակ ամբողջովին, ինչպես իշխանություններն են ասում, դա կլինի շատ փայլուն լուծում, փայլուն արդյունք։ Բայց ես վերապահումներ ունեմ հաշվի առնելով եւ այն, որ Հայաստանը պատրաստում է, չգիտեմ, արտապատվիրակել այնտեղ հսկողությունը եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը եւ Ադրբեջանի խոսույթը։ Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու նպատակով Հայաստանի էլ-ցանցը վրացականին միացնելու նաև Հայաստան-Թուրքիա էլ-ցանցի վրա է աշխատում Եմեն։ Կոսը փակագծեր է բացել։ 500 միլիոն եվրոյի ներդրում են խոստանում իրենց ձևակերպմամբ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։